Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Անհասկանալի գործողություններ, ինչը մեզ համար շատ ծիծաղելի էր, եւ ընդհանուր այդ քարոզչամեքենայի արդյունքը տեսանք այսօր առավոտյան։ Նրանք երկար չսպասեցին եւ անցան գործողությունների, այսինքն ինչ կատարվեց։ Առավոտյան ժամը 7-ից սկսած Բագրատ Սրբազանի կեցավայրը Սրբազան պայքարի տարբեր աջակիցների, շեշտում եմ, աջակիցների կեցավայրեր, տներ խոզարկությունների ենթարկվել, թե ինչի համար, թե ինչ հիմքերով, ոչ ոք չգիտի։ Ձեզանից ինչ-որ մեկի տունը խոզարկել են այս անձամբ։ Անձամբ մեր տունը դեռ այս պայդրությամբ ոչ ոք չի խոզարկել։ Երիտասարդներից, այո, հենց այս պահին նաև ձերբակալվածների մեջ կամ մեր երիտասարդներից։ Քանի՞ս։ Այս պահին մեկն են։ Դուք լսել եք քննչական կոմիտեի ձայնագրությունները։ Այո, լսել եմ։ Չեմ ցանկանա այս պահին ես մեկնաբանել, քանի որ գիտենք թե ինչ մակարդակի է հասել հիմիկվա գիտությունը, տեխնոլոգիաները եւ ինչ հնարավորություններ կան առհասարակ, չեմ կարծում, որ պետք է դրան տալ մեծ նշանակություն։ Իսկ սարկած է։ Իհարկե նման բաներ չի կարող լինել, ախր մենք գործ ունենք հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսի հետ, ինչպես է կարելի որ հավատալ նման խեղաթյուրանքների։ Բագրատ Սրբազանի կեցավայրից տարօրինակ չենք վստահումի որոշ թղթեր, ինչ կարող են լինել այդ թղթերի մեջ, որ արգրավման նյութ են դարձել ԱԱԾ-ի համար։ Դե նայեք, այդ թղթերը ընդհանրապես վերջին շրջանում տեսել ենք, որ շատ սենց իրանց համար լուրջ բան է, նաև երեխեքից արգրավել են, ձերբակալել են ամբողջ ընթացքում։ Ինչ կա էտա։ Բոլորն է տեսել են, թե փողոցներում, թե չգիտեմ, չեմ վստահում կետերում, բոլորն էլ տեսել են, թե ինչ կա այդտեղ։ Այսինքն այնտեղ գյուլելու, ավտոբուսներ այրելու, չգիտեմ, այս տիպի ինչ-որ բաներ։ Գիտեք, ծիծաղելի է, շատ ծիծաղելի է։ Այս պայքարը հիմնված է ազգային արժեքների մաքրության վրա եւ նման խոսակցությունները, չգիտեմ, չեմ էլ ուզում մեկնաբանել։ Հիմա ձեր կոչ է։ Այո, կոչես, հետեւյալն է կոչես։ Ամբողջ Սրբազան պայքարի երիտասարդների անունից ուզում եմ դիմել Հայաստանի Հանրապետության հանրությանը, ՀՀ քաղաքացիներին, այն քաղաքացիներին, ովքեր չեն կորցրել լավ ապագա ունենալու եւ արժանապատիվ ապրելու ցանկությունը, չեն կորցրել այդ հույսը։ Բոլոր այն մարդկանց, ովքեր որ հավատում են, որ Հայաստանը ունենալու է լավ ապագա, բոլոր այն մարդկանց, ովքեր անհանդուրժողականություն են ցուցաբերում այս գործողությունների նկատմամբ։ Բոլորիդ հրավիրում եմ Մազմանյան 5 հասցեում գտնվող այս քրեական կոմիտեի առաջ մեր աջակցությունը հայտնելու Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Սրբազանին եւ մնացած աջակիցներին, ովքեր որ ապօրինաբար, նորից եմ նշում, ապօրինաբար պահվում են այստեղ։ Եվ վստահ եմ, որ ընդհանուր գործողությունները հանգեցնելու են նրան, եթե մենք դիմադրություն չցուցաբերենք, որ կանան շատ վատ հետևանքներ ունենան ընդհուպ մինչև կալանավորում։